Իմիջայլոց, պան Սուրենյանցի ելույթը լսեցի, հիշում եք, չէ, Գագիկ Ծառուկյանը, որ զգուշացնում էր մի քանի ամիս առաջ ինչ օրն ենք ընկնելու, հիշում եք, չէ, որ ասում էր դեկտեմբերի 5-ին, 2025 թվականին, Ոման Ալիևը իր երախը բացում է մեր հայրենիքի վրա անվանելով Արևմտյան Ադրբեջան, ինչ լսեցինք մենք, լսեցինք սուտա, տես բան չկա, սա շպիոն են, տես բան չկա, սուտա, Մեկն էլ դրանցից հելավ ասում է Օգոստոսի 8-ից հետո մենք այդ թեման փակել ենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուշադրություն։ Նիկոլ Փաշինյան, լսում ես ինձ։ Ում դե որ տենց մեզ վիրավորում եք։ Մի հատ հիմա ձեզ մի հատ հետաքրքիր բան եմ կարդում։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության զեկույցը պաշտոնական։ Հիմա տենանք ով է սուտասանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են հանդիսանում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը Եվ դրան ուղեցկվող գործողությունները ծառայությունը ունեցած տվյալների վրա հիմնվելով վկայում է, որ Ադրբեջանը ուշադիր ժողովուրդ Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլ նաև էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ խաղաղության համար։ Հիմա շպիոնը ով է? Հա? Ով է սրիկան, որ անվանում էր սրիկայություն այս տվյալները հրապարակելու։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության զեկույցն է։ Դե գնացեք ու ապացուցեք հակառակը։ Արման Աբովյան Իրականում Քարոզ Արշավի այս մեկ ամիսը բացառիկ հնարավորություն էր քաղաքական բոլոր ուժերի, բոլոր գործիչների համար լինել անկեղծ, բաց նայել իրենց հայրենակիցների, իրենց ընտրողների աչքերին եւ ասել ճշմարտությունը։ Քարոզ Արշավի առաջին իսկ օրից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մեր քաղաքական թիմը, Քարոզ Արշավն իրականացրել ենք բացառիկ կառուցողականության եւ բովանդակային քննարկման դաշտում։ Սակայն ցավոք մեր կառուցողական ու բովանդակային Քարոզ Արշավին ի պատասխան այս մեկ ամսվա ընթացքում շատ հաճախ ստիպված էինք բախվել իշխանության ներկայացուցիչների կոռեկտությունից դուրս արտահայտություններին, գրեհիկ լեքսիկոնին, վիրավորանքներին, շանտաժին ու սպառնալիքներին։ Այսօր մեր ընկերներից շատերը կալանավորված են։ Շատերի դեմ հարուցված են քրեական գործեր։ Շատերը ձերբակալված են։ Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունը անում է հնարավոր ու անհնարին ամեն բան Եվս մեկ անգամ վերարտադրվելու համար։ Անազատության մեջ է նաև ցավոք սրտի մեր գործընկեր, մեր ընկեր, Մայր Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Սուտ ու շինծու մեղադրանքներով առաջնորդվելով իրավապահ համակարգն այսօր անազատության մեջ է պահում մեր ընկերոջը։ Ես ուզում եմ, որ այս պահին Ազատության հրապարակից հնչող մեր ծափողջունները հասնեն ընդամենը մի քանի 100 մետր այն կողմ գտնվող Անդրանիկին, որպեսզի նա զգա մեր զորակցությունն ու հավատը, որ շուտով նա այստեղ է լինելու։ Ազատություն! Ազատություն! Ազատ!